Հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Հայաստան եկած ամենաբարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյայի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի այցը Նիկոլ Փաշինյանը կարևոր իրադարձություն է համարում։ Համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա եւ պետք է հաստատվեն բնականon հարաբերություններ երկարաժամկետում ռազմավարական առումով բարի դրացիական հարաբերություններ։ Տավուշի մարզի Ջուջևան գյուղում ծնված նոյեմբերյանի դպրոց հաճախած Մուստաֆայևն ու նրա գլխավորած պատվիրակությունն Աղվերանում մասնակցել են սահմանազատման հանձնաժողովների 13-րդ նիստին։ Լրագրողները վարչապետից հետաքրքրվում են, ինչու է պատվիրակության այցի մասին հայտնի դարձել միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական օդանավը զվարթնոցում էր եւ հանդիպման մասին գրում էր ադրբեջանական մամուլը։ Եթե կոնֆիդենցիալության ինչ որ կանոններ պահվում են հայտնի նկատառումներով, այդ թվում անվտանգության, որովհետև կարծում եմ, երբ որ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ, իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չի։ Ադրբեջանում չի եղել այդ արտահոսք, Ադրբեջանի պարագայում չի եղել այդ արտահոսքը, Հայաստանի պարագայում եղել է, որովհետև կազմակերպվում է միջոցառում, այդ թվում մամուլի հաղորդագրություններ թողարկելու ժամերն են, պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ այլն եւ այդպես շարունակ եւ ձեր արտահայտությունը թե մենք գաղտնի ենք պահում հանրությունից բացարձակապես տեղին չի։ Իսկ հայկական մամուլի հայտնած լուրը, թե Մուստաֆայևը ցանկություն է հայտնել գնալ իր ծննդավայր, Փաշինյանը հերքում է։ Պարոն Մուստաֆայևի ծննդավայր այցելելու հետ կապված նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ եւ չի այցելել։ Բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձնել են։ Ճիշտ չէ նաև տեղեկությունը, թե Մուստաֆայևը եկել է Հայաստան 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը քննարկելու համար։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց։ Խաղաղության ֆոնին Բաքուն օկուպացված Արցախում հայկական մշակութային ժառանգությունն ու եկեղեցիներն է ոչնչացնում։ Չեն էլ թաքցնում, որ հողին են հավասարեցրել Ստեփանակերտի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին, ինչու Փաշինյանը չի դատապարտում ու բարձրաձայնում հարցը։ Երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Կարող է լինել նաեւ այդպիսի որոշում, որովհետեւ երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Եկեղեցին, որը թվարկում է կառուցվել է 2016 թվականին, նոծվել է 2019 թվականին։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ նույն կերպ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Եվ ես ասում եմ, մենք պետք է որոշում կայացնենք, ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի։ Ըստ օդում կախված լուրերի Ադրբեջանն ընտրությունից առաջ որոշ գերիների կվերադարձնի Հայաստանին։ Տեղեկության իսկությունը լրագրողները փորձեցին ճշտել վարչապետից։ Միշտ էլ ընտրություններից առաջ է, նախորդ խումբն էլ որ վերադարձել է, այլ ընտրություններից առաջ է։ Նախորդ խումբն է որ վերադարձել է, միշտ է ընտրություն, ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է։ Ընտրությունների հաջորդ օրը արդեն ընտրություններից առաջ է։ Որտե մի քանի ամիս հետո տեղի են ունենալու թիմ ընտրություններ, հետո ուրիշ տեղ են թիմ ընտրություններ տեղի ունենալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Հայաստանը պատրաստվում է ընդունել եվրոպական մեգա միջոցառումը։ Եվրամիության լիդերների հետ Զելենսկին նույնպես կգա Հայաստան։ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահին։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։